Աշխարհը փոխվել է եւ այլևս երբեք նախկինը չի լինի։ Խորքային աշխարհաքաղաքական վերափոխումների տնտեսական հետևանքների մասին բացառիկ դասախոսություններով Հայաստանում է Եվրոպայի թիվ 1 ակտիվների կառավարչի Ամունդիի ներդրումային ինստիտուտի մակրո քաղաքականության հետազոտությունների ղեկավար Դիդիե Բորովսկին։ Notre analyse en début d'année, c'était de dire le prix du baril de Brent. Պրոֆեսոր Դիդիե Բորովսկին դասախոսել է Ֆրանսիայի առաջատար համալսարաններում։ Նրա վերլուծությունները հիմք են խոշոր ներդրումային որոշումների համար։ Amundi, c'est le premier asset manager européen. On a créé depuis déjà de nombreuses années. Ամունդիի ներսում մենք ստեղծել ենք Amundi Investment Institute-ը, որն ունի ռազմավարական նշանակություն, որտեղ աշխատում են բազմաթիվ տնտեսագետներ, տարբեր ներդրումային գործիքների փորձագետներ։ Մենք ամեն ամիս հրապարակում ենք հաշվետվություններ եւ որոշ թեմաների վերաբերյալ խորքային վերլուծություններ, զարգացող եւ զարգացած տնտեսությունների մասին եւ այդ ամենը բաց դրված է կայքում։ Ուսանողները կարող են ներբեռնել եւ ծանոթանալ նյութերին։ Ամունդի Ագբա ակադեմիան Հայաստանի երկու բուհերի Ֆրանսիական համալսարանի եւ Երևանի պետական համալսարանի ուսանողների համար նախաձեռնել է դասախոսությունը քննարկելու նոր աշխարհաքաղաքական իրողությունը, Մերձավոր Արևելքում պատերազմի ազդեցությունը համաշխարհային մակրո քաղաքականության ու ֆինանսական շուկաների վրա։ Ակադեմիան իրենից ներկայացնում է առցանց հարթակ, ֆինանսական, տնտեսագիտական եւ ներդրումային ոլորտներին ավելի դինամիկ կերպով ծանոթանալու եւ ժամանակակից տրենդներին հաղորդակից լինելու համար մեր համար շատ կարեւոր է այն նաեւ հիբրիդ դարձնելը, քանի որ միայն առցանց դասընթացները բավարար չեն ուսանողների կարիքները հասկանալու եւ մեր առաքելությանը Հայաստանում ֆինանսական գրագիտությանը բարձրացնելուն միտված գործողություններ ձեռնարկելու համար։ Այդ համատեքստում մենք մի շարք միջոցառումներ ենք ձեռնարկելու Ամունդի ներդրումային ինստիտուտից բանախոսներ հրավիրելու, Ամունդի Ագբայի էքսպերտների միջոցով տնտեսագիտական ներդրումային թեմաներով տարբեր կոնֆերանսներ, վեբինարներ կազմակերպելու ուղղությամբ։ Ամունդի Ագբա Asset Management-ը ակադեմիան հիմնեց Հայաստանում ֆինանսական գրագիտությունը եւ ոլորտում մասնագիտական աճը խթանելու համար։ Նախաձեռնության հիմքում եվրոպական երկրների լավագույն փորձն է, որը նպատակ ունի համալսարաններին եւ ուսանողներին հայերենով տրամադրել գիտելիքներ եւ հմտություններ մասնագիտական կատարելագործման համար։ Մենք պայմանավորվածություն ունենք արդեն Երևանի պետական համալսարանի հետ, որպեսզի հարթակը նաև բաց լինի համալսարանի ուսանողների համար, որտեղ դուք կարող եք գրանցվել եւ ձեր ակադեմիական կրթությանը զուգահեռ ստանալ նաև միջազգային փորձագետների կողմից մշակված այս դասընթացները։ Վերջին տարիներին աշխարհում նոր, ավելի լարված ու անկանխատեսելի փուլ է։ Նվազում է պահանջարկը, դանդաղում է տնտեսական աճը, բայց գնաճը շարունակում է բարձր մնալ։ Ուսանողները առաջին ձեռքից ստացան գիտելիք գլոբալ քաղաքականության զարգացումների եւ տնտեսական միտումների մասին։ Քանի որ իրադարձությունները տեղի են ունենում հենց մեր տարածաշրջանում եւ տարածաշրջանի մեր գլխավոր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մեզ համար շատ կարեւոր էր այս դասախոսությունը, որպեսզի նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում հասկանանք մեր առաջ ծառացող խնդիրները։ Դասախոսության ընթացքում լսեցինք վերջին աշխարհաքաղաքական իրավիճակների մասին, դրությունը շուկայում եւ այդ ամենը, այդ բոլոր գիտելիքները շատ անհրաժեշտ ու կարեւոր են ոչ միայն որպես մարքեթինգի ուսանող լինելով հանդերձ, այլև որպես ֆինանսական գիտելիքների ավելացման տեսանկյունից է շատ կարեւոր։ Պրոֆեսորը շատ հետաքրքիր բացատրություններ ու եզրակացություններ էր տալիս այդ իրավիճակների տարբեր հարցերի շուրջ, ու ինձ հատկապես դուր եկավ այն փաստը, որ ես կարողացա ինձ հետաքրքրող հարցը բարձրացնել մանավանդ իրավիճակում, որ անընդհատ պատերազմներ են երկրների միջև այսպես կոնֆլիկտային քաղաքականությունը հետաքրքիր է թե իրականում ինչ տեղ ունեն արժեթղթերի շուկան։ Տեսեցինք, թե Իրանի եւ Իսրայելի պատերազմը այժմ ինչ հետևանքներ է թողել ամբողջ աշխարհի տնտեսության վրա։ Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչպես է աշխարհի գեոպոլիտիկ վիճակը ազդում մեր երկրի, մեր տնտեսության եւ մեր զարգացման վրա։ Ինչպես կողմնորոշվել անորոշության պայմաններում, որոնք են լինելու 2026-ին հիմնական շարժիչ ուժերը։ Դասախոսությանը հաջորդեց ակտիվ հարցուպատասխանը։ Ուսանողների հարցերը շատ տեղին եւ խորքային էին։ Անկախ նրանից խոսքը վերաբերում էր աշխարհաքաղաքական, տնտեսական, թե տարածքային թեմաների, նրանք ըմբռնում էին ասվածը եւ կարողանում էին դրա հիման վրա առաջադրել կարեւոր հարցեր։ Այստեղ մեծ ներուժ կա թե համագործակցությունների, թե կրթական ծրագրերի զարգացման համար։
Գլոբալ անորոշությունների եւ արագ փոփոխվող աշխարհակարգի պայմաններում Ամունդի Ագբա ակադեմիան դառնում է կարևոր հարթակ եւ կրթական կամուրջ, ապագա մասնագետների գիտելիքների խորացման եւ միջազգային փորձի տեղայնացման համար։ Առաջիկայում ակադեմիան կներկայացնի մի շարք նախագծեր ուսանողների մասնագիտական հմտությունները թե Հայաստանում, թե երկրի սահմաններից դուրս զարգացնելու ուղղությամբ։